Բարև ձեզ բարեկամներ, փաստերի, անակնկալների, կարծիքների հեռուստաալիքն է ետերում, Փակ TV-ն եւ իհարկե, քանի որ օրը կիրակի է, դա նշանակում է, որ մեր տաղավարում մենք ավանդույթի համաձայն հյուրընկալել ենք մեր աստղաբան հոգեբան Լուսիա Հակոբյանին։ Բարև ձեզ։ Բարի բոլորիս։ Դուք Լուսիա այսօր շատ հետաքրքիր տեսքով եք, թարմացած ավելի եւ ուրախ եմ։ Ու կարծում եմ մեր այս լավատեսությամբ էլ մենք սկսենք այսօրվա հաղորդումը։ Գնացի Մարտուրի մոտ Վարշավի, երկար ժամանակ իր մոտ չի գնում։ Տեսնում եք Վարշավի ձեռքը եւ պրոֆեսիոնալ Վարշավի ձեռքը երկու ունի կնոջ գլխին, դա նշանակում է Արտուրն է։ Ինքը ձեր Արտուրն է։ Արտուր, շնորհակալ ենք ձեզանից, որ Տիկին Լուսյան միշտ այսպես թարմացած գեղեցիկ տեսքով գալիս է ձեր շնորհիվ մեր տաղավարը։ Զայրացավ, ինչ է սենց քեզ աչքա թող արել։ Դե իհարկե, ես ասեմ, որ այդ առումով դուք միշտ լավ հետաքրքիր վարշավիներ եք ունեցել, վարշավանդարներ եւ ամենակարևորը միշտ գոհ եք մնացել նրանց աշխատանքից։ Գոհ եմ, այո, բոլորից էլ գոհ։ Լավ, այս լիրիկական շեղումից հետո անցնենք իհարկե Լուսնայի նորվան, որտեղ շատ կարևոր է դա։ Լուսնայի նորան հիմա ամսի 10-ից հունիսի Յուպիտերը կփոխվի վերջապես կմտնի Խեցգետին համաստեղություն, արդեն միջև այդ աշխատեք ոչ մի տենց լուրջ հարցերով մի զբաղվեք, որովհետև խառը շրջան է հիմա շատ ու լարված շրջան է մարդկանց մոտ, հատկապես երեխաների հետ կապված, այդ երեխեքի դեպքը, որ կատարվում է 2 տարեկանի Տիգրանից սկսված ու գնում է էլի եղավ, էլի աղջիկ լսեցի խեղդվեց, էլի մանկահասակ շատ է, միջև ամսի 20 համարյա հունիսի լարված վիճակն է լինելու, հիմնական ասեմ ինչին է վերաբերվում, բայց շատ կխնդրեմ, որ ինչ ասում եմ լսեք, աչքաթող մի արեք, ականջիդ մի գցեք, որտեղ լուրջ է դա, սա նախորոք զգուշացնում է, մի արա, որ չլինի, բայց որ փորձանքը գալիս է, ինքը լինում է, ինչ ուզում ես արա, լինում է, ես այստեղ եմ շատ ասում, աստրոլոգիան շատ եմ տեղ տալիս այն առումով, որ նախորոք ինքը զգուշացնում է, որ գերան չմտնի, փուշ մտնի, փուշը կարողանաս հանես, մեկը մտնելու է, եւ հետո ամենքին իր ճակատագրի չափով, կյանքի չափով տրված ամեն ինչը, ինքը ծրագրավորված, մարդ հենց գալիս է, արդեն դրոշմը ճակատին կա, ինչքան կապրի, ոնց կապրի, ինչեր կանի, եւ ճակատագիրը չի նշանակում, որ ճակատին ինչ գրված է պետք է լինի, ուղեղն էլ մտածելու համար է, որ աշխատես ու փոխես քեզ, ասողին էլ լսող է, պետքով չի լսում, հետո կա գենետիկան, այդ կարման, որ ասում են, կարման ճիշտ է, կարմա բոլորս ասում ենք, բայց այդքան իմ հոգու խորքում ես այդքան կարմային տեղ չեմ տալիս, որտեղ ամեն ինչ Աստծուց է։ Եթե դու խնդրես, եթե դու հավատաս, որ այդ զորությունը կա քո մեջքին կանգնած է, կարման արդեն էլ դեր չունի։ Կարման կոչվում է նախորդ կյանքի ճակատագիր։ Պատմություն, ով ինչ անցյալում արել է, 7 պորտ։ Ինչ արել է իր պապուտատերից, պատասխանը հերթով գալիս հասնում է ժառանգներին։ Քանի որ հիմա 20 թվականից աշխարհը փոխվեց, դեռ 12 տարվա ծրագիր կա, մեր համար Հայաստանը ամենահավոր հարված ստացավ, կահավոր, դեռ հլելի հնից, որ գնանք երկրաշարժից 88 թվականից, ընդեղ էլ Ղարաբաղյան պատերազմ, դեռ խելքի չեն գալիս։ Վատը է դա, հիմա էլ ժամանակաշրջանները, որ կա, ոչ մի սխալ չարվի։ Հիմա մարսահարություն նշանակում է խաղամոլություն, որը տալիս է ընտանիքների կործանում։ Տալիս է վթարներ, որ շատ է վթարները, հատկապես երեխաներին, երիտասարդներին, անչափածներին, միջև համարյա 35 տարեկան կա։ Պետք է շատ զգուշ լինենք, ընդեղ է Սատուրնի տարիք կա մոտ 30-ը, մոտ 30, լուսնային հանգույցի տարիք կա 18-19 տարեկան, հիմա էլ հանգույցը քանի որ ձկան մեջ է հիմնական օրենքն է, օրենք իրավական, օրենք տեզերական, մոգություն, կախարդություն, վհուկություն, կախարդություն մի կողմ թողեմ, դա ուրիշ է, ու հունիսի 27-ից, այս ինչ ասում լուսնայի հետ կապ ունի նաև, հունիսի մարտի 27-ից, որ Սև Լուսինը եղավ կարիճ, որ շատ ասել էի դա արդեն, չեմ ուզում ասել եմ, որ կլինեն
շատ գուշակներ ջրերից դուրս կգան, պայծառատեսներ կլինեն։ Իրանք կային, հիմա ի հայտ են գալիս, աստղաբաններ շատ այնքան շատ հիմա որ նոր աստղաբան, բայց այնքան ցալից աշխատում է ու մի բան ասեմ ու չգիտեմ ներողություն խնդրեմ, ահա ճիշտ եմ ասում որտեղ շատ հին ավելի աշխատող եմ, շատ բաներ եմ ուսումնասիրել, կուրսերը մի քանի ամսվա կուրսեր գնալու աստղաբան չես դառնում։ Ինստիտուտ կա 4 տարվա, 4 տարի ինստիտուտ կա Լենինգրադում կա, Մոսկվայում կա, եվրոպական երկրներում, իսկ Կիևում էլ կա։ 4 տարի ինչ պետք է սովորես, բավականին բան պետք է սովորես։ Առաջինը պետք է լինես համբերատար, եթե դու ուզում ես լինես իրոք աստղաբան, որ դիմացինի մարդուն դու կարողանաս համբերատար լսել, որտեղ մարդիկ խնդիրներով են դիմում։ Մեկը կա ուշ է հասկանում, մեկը կա շուտ է հասկանում, ունենաս շատ բարձր ինտուիցիա ու երևակայություն, որտեղ երևակայությունը կարևոր է։ Ֆանտազիա, ասենք ասենք, ֆանտազիա պետք է ունենաս, որ ու հումոր ունենաս, որ կարողանաս շրջանցես, դիմացինին ցավ չպատճառես։ Հետո նոր այդ մոլորակները, հաշվարկները, աստղաբանություն ամբողջ հաշվարկի վրա է։ Այս ժամանակակից աստղաբանության անկեղծ ասած այդքան տեղ չեմ տալիս, որտեղ սխալ բաներ շատ է, մարդու հոգուն, մարդու տեսակետ չեն աշխատում, փող են աշխատում, զուտ փող են աշխատում, ու մի բան այստեղ ուզում եմ պարտադիր դա ասեմ, որտեղ ահա որ ես զայրանում եմ, այն մյուս երկրները, բացի Հայաստանից, ով ինչքան մոգություն ուզում անի, ինչ վհուկություն, ինչ չգիտեմ ֆշֆշներ անի, դա իրենց գործն է, հատկապես Իսրայելը, որ այնտեղ շատ ուժեղ է մագիան։ Մենք որ մագիա չունենք, Հայաստանը մոգություն չի ունեցել, մենք մոգեր չենք ունեցել, մեզ ոչ մի նման հիմարություններով չի կարելի զբաղվել։ Ճիշտ անում են այստեղ մոգություն, բայց անգրագետ են, քանի որ մեր արմատը դա չի, մեր արմատը շատ մաքուր է մեր հայոց մշակույթը։ Մեզ չի կարելի վհուկությամբ զբաղվել։ Անում են կեղտոտ բաներ, ահա որ ազդում է մարդու վրա, եւ հոգեկանի վրա, եւ կյանքի վրա, ու չի կարա ինքը մաքրի։ Ես չեմ լսել այդքան քանի տարի աշխատում եմ, մարդիկ դիմում են, ես գարասկոպ ցույց տալի, որ այդ մարդու վրա կա կեղտոտ, թողտուգիր, ասենց ասեմ։ Ասում եմ գնացել եմ ես ինչի մոտ մաքրել, ասում եմ ուրա։ Եթե ինքը մաքրել է, ինչ ես եկել ինձ մոտ։ Այդքան էլ գումար ես տվել։ Մեր, ովքեր զբաղվում են նման բաներով, զուտ փող են աշխատում։ Ուզում եք ձեզ խաբեն գնացեք։ Այս վերջերս մի երիտասարդ աղջկա հետ զրուցեցի, ամուսնու հետ մատանին տվել է ինչ որ աղոթող է, նայող է, ինչա չգիտեմ, որ իր փր լավ լինի, իրենց ամուսնական մատանին։ Ամուսինը թողեց գնաց, երեխեն նոր ծնվել է։ Ինչի չօգնեց։ Հենց մի անգամից ասի, «Էս ու մոտ ես գնացել», վախվախելով նայում է, թե Ես ինչ իմացար, երևում է, որ ընտեղ կեղտոտություն է արվել։ Ու էլի շատ բաներ, էլի եղել է, որ էլի արել են այտենց բաներ, հիմա մի բան հասկացեք ժողովուրդ, եթե մարդ իրոք մոգ է, ինքը երբեք իր արած գործողությունը ցույց չի տա, այն էլ գցի եթեր։ Այդ կայքեր իրանց որ դնում են, չի կարելի։ Այդ կեղծ մոգերի թիվը օրորի ավելանում է։ Ավելանալու են, դեռ 9 ամիս կա, ու խաբեություն է գնում ամբողջ։ Մեր Հայաստանին չի կարելի տենց նկարի վրա չի կարելի ոչ մի նկար դնել, թեկուս վրան խունկ ծխես, մոմ վառես, չգիտեմ, նույն նկարի վրա ասեղով ծակծկում են կեղտոտություն են անում։ Մենք չենք ունեցել այտենց բաներ։ Սլավոնական մագիան շատ ուժեղ է։ Դրանք տեսնում են արաբական, այնտեղ ինչ կա այդ հրեական, որ կա այդ լեզուներով, իսկ իրանք չեն էլ հասկանում այդ ինչ ան, դու ինչ ես հասկանում այդ ինչ այդ բառերը նշանակում, չի կարելի դա։ Ռիտուալներ անում, նկարը դնում, նկարի վրա ինչ որ բաներ դնում, աղցանում, էս անում, են անում, չի կարելի տենց բաներ։ Մարդկանց մահա սպասվում։ Մի որոշ ժամանակ մի բան ինչ որ լավ գնում է, հետո սկսում է թարս պտտվել, որտեղ անգրագետ է, մեր հայերին չի կարելի ոչ մի ռիտուալ անել։ Ոչ մի հատկապես նկարի վրա։ Այդ նույն նկարի վրա ամեն գործողություն կարաս անես։ Ոնց կարելի է մարդու վրա տենց բաներ անել, մի հավատացեք, սուտ է։ Ամենաճիշտ բանը գնացեք Սուրբ ջուրը, եկեղեցուց բերեք, աղոթեք, լցրեք, լողացեք, աղով լվացվեք, բոլոր ձեր կեղտերը ձեր վրայից կանցնի։ Աղով ձերքերը լվացեք, աղով լողացեք, աղաջուր մտեք, ոտքերը դրեք աղաջուր ու
շնորհալի ասեք, նարեկացի ասեք, պատարակների շատ մասնակցեք, ննջեցելների համար էլ պատարակներ տվեք։ Այդտեղ հերեշտակները սպասում են իրանք, որ մենք մի լավ բան ասենք, աղոթենք, որ գնան մեր ննջեցյալներին հասնեն, հերիքա թիմարությունները, հերիքա զուտ փող են աշխատում։ Կարամ ես չասեմ, ասեմ գրպանին ես խփում, հիմա ովքեր գիտեն իրանց համար ասում, հիմա սկսեն ինձ քարկոծել, ջանդամ թե չեն քարկոծի, որտեղ ես գիտեմ, որ ճիշտ եմ ասում։ Ես արդյունքը, ես կհավատամ այն մարդուն, որտեղ կտեսնեմ արդյունք։ Եթե ես չեմ տեսնում արդյունք, ուրեմն ինքս սուտ եմ։ Որտեղ ինձ դիմում են, ես ոչ վհուկություն եմ անում, ոչ ֆշֆշներ եմ անում, որտեղ էքստրանսես չեմ ես։ Ես պայծառատես չեմ, ես ֆիզիկ եմ։ Ինչ որ աշխատել եմ այսքան տարիներ, որովհետև անընդհատ ես զարգանում եմ, անընդհատ ամեն օր։ Ու հին աստղաբանությունը ավելի ճիշտ է, ավելի տեսեք մենք ասում ենք այն սովետի ժամանակվա հին բժիշկներն ինչքան լավն են, հինը կրթությունը ավելի լավ է, քան հիմա ճիշտ է ժամանակակից ամեն ինչ տեխնիկայի վրա նորա, առաջը տենց բաներ չեն, բայց առաջ մահերը շատ չէր։ Առաջ մայրը շատ չէ, երկարակեցություն կար, հիմա կտեսնենք այս սերունդը 20 թվից եսքում ով կապրի 100 տարի, ոչ ոք։ 90 տարեկան մարդկան նայում ես 60 տարեկանի նման է։ Չէ՞ որ դա անցյալից է գալիս։ Այս տեխնիկան ամեն ինչը քանդում է, կործանում է, տեզերքը, օվկիանոսը, ամեն ինչ։ Իմ այսօրվա զայրույթի ու խնդրանքս մի հավատացեք, մի դիմեք այդ ով որ կասի վրա թողտուկիր կարի մաքրեմ, թող ինքը իրան մաքրի, որտեղ բոլոր այդ մարդիկ ունեն լուրջ խնդիրներ։ Մեկը երեխա չունի, մեկը ամուսնու հետ լավ չի, մեկը գժվշտոց է, հիվանդություններ կա, թորները հիվանդ են, թող իրենք իրենց մաքրեն։ Ձեզ հավատացեք, եկեղեցուց մարդիկ հրաժարվել են, որ շատ վատ է դա, շատ վատ է, այդ քահանաների մեղավորությունն է, հիմա հենց շրջանը հիմա Սատուրն արդեն մտավ խոյ համաստեղություն, հոգևորականների հետ խնդիրները լուրջ գլուխա բարձրացնելու, Հռոմի պապը ետ մահացավ, այն ժամանակվանից սկսեց ուժեղանալ արդեն, նրանք իրանց հերթին մեր մոտելա պառակտում է գնալու, եկեղեցուն չենք կպնում, որտեղ եկեղեցին չի, շինությանը մենք չենք կպնում, ես հոգևորականներին եմ ասում, որտեղ մարդիկ ահավոր հիասթափված են ու պակասել է, եկեղեցի գնում են թոշակառուները, որ տան իրանց բանետեղ տնող չկա, որտեղ մի շատ լավ քահանա իմ ընկերնայինք ինձ ասեց, ես մի անգամ սա ասել եմ, ովքեր են գալի եկեղեցի թոշակառուները, խփնվածները ու տանը մնացածները։ Այսինքն բան ասեց, որտեղ ինքը ամբիոնա, չէ, բեմա։ Այդտեղից տեսնում եմ բոլորին։ Հիմա լուսնային օրվա մասին ասեմ։ Զայրացած չի, խիստ էի։ Ուզում եմ, որտեղ ես ուզում եմ իմ թորները խաղաղ երկնքում ապրեն։ Ոչ թե պատերազմել, պարզ, լուրջ, կապույտ երկնքի տակ ապրեն։ Այս կեղտոտությունները, վհուկությունները վերջացնեն հերիքա։ Այնքան անգրագիտություն, տգիտություն կա, մեկը որ մի բան հանկարծ մի բան գուշակում ակում, վայ մեծատառով մարդ, դու ես ինչ լավն ես, մեծատառով մարդը որն է, ոնց կարելի է վհուկին ասել մեծատառով մարդ։ Այս ինչ բան է, գորգու ասածն է դելի, չելավիքս բայշոյ բուկվի, առանց հասկանալու խոսում են։ Ամեն անգրագետ, որ աուբեյրարից չի ճոկում իրան մեյդանակցե քաղաքականությունից է խոսում, այս բաներից այդ երեխու դեպքը ինչ կան, ես անցավ հաղորդման ասել եմ էլի, ինչի համար երեխու դեպքը սենց շուխուր հանեց այդ մեր Տիգրանիկի, որ մարդիկ ճանաչեն ովքեր են, իրոք գուշակները, կամ պայծառատեսներ, որ իրանք բարի են, իրանք ճիշտ բաները լուսավորը տեսնում են, այն գուշակը, այն նայող, այն էքստրասես, չգիտեմ ինչ ասեմ դրանց, գրբասները, լավը կլինեն, երբ որ իրանց աշխատանքը կտա արդյունք, այդ պահին չէ, ընդհանրապես կտա արդյունք, եթե ես չեմ տեսնում արդյունք, իրանք բոլոր իմ համար սուտ են, այսքան, հիմա Լուսինը 6 օրական է այսօր, առույցում է գտնվում, նշանակում է ցուցադրող Լուսի, տեսեք, այսօր ես մի անգամից ցուցադրաբար ամեն ինչ ասեցի, ցուցադրող Լուսին։ Խորհրդանիշը ամպերն է, կռունկն է եւ սուրբ թռչունկը իվիկ է կոչվում, հունարեն է իվիկ, որը խորհրդանշում է կնոջ պասիվ էներգիա։
Սկիզբը տեզերական էներգիայի ընկալման օր է համարվում մարգարեության մտքերի, բայց մարգարեներ չկան, այս երախու դեպքը սաղդարան մարգարե, բայց մարգարեներ չկան ու չեմ կարծում մարգարեներ հայտնվեն, որովհետև դա գրված է քաղաքում մարգարեներ չեն լինում ու տանն էլ մարգարե չի լինում։ Դրանք վերջացել են արդեն։ Էներգիային կալման օրը մարգարեության մտքի փոխանակում բառերի վրա աշխատել, մտածեք ում ինչ եք ասում։ Ում ինչ եք ասում, ուզում եմ այստեղ անպայման, քանի որ հիմա երկվորյակում ենք, երկվորյակ տալիս է ինֆորմացիա, բայց ոչ հակասող, բայց ոչ սուտ, բայց ոչ քեզանից հնարած, որ վարչապետն էլ երկվորյակը իր տված ամսի 1-ին իր ծնունդն է, վայ արդեն ամսի 1-ն է լինում։ Այո, Հա, մոռացել է։ արդեն ծննդյանուրն է։ Հա, վայ, մոռացել է լրիվ։ Ասում են փեսասա, բայց չի փեսաս ծնունդը չեմ հիշում, մի հատ կոնեշնավոր է։ Հիմար են։ Ինչ հիմար են, այ մարդասին դատար։ Ով որ ասել է, նրան գովում են, ոյ, ես ճիշտ ես ասում։ Կողքից կանգնած էր այ հիմար ապուշ, հա։ Հերիքա էլի, հերիքա հոգնել եմ, նենց եմ հոգնել, նենց զզվելի է։ Մոռացեք այդ թեման։ Այ զզվելի է դարել։ Օր են կորցնում, ժամ են կորցնում։ Փոխանը գնան ճաշեփյան։ Գնացեք տոլմա փաթաթեք, խաղողի թուփը դուրս այգե։ Տոլմա փաթաթեք, զակատներ արեք։ Հյութեր պատրաստեք ելակից։ Էլ ինչ է տարկիր բակալուսնային նորից է։ Բարերի վրա աշխատեք, այսինքն ինչ որ մարդ խոսում է, դե հիմնավոր լինի ու մտածես ինչ ես խոսում։ Վերին շնչուղիների վրա ուշադրություն դարձեք, որտեղ այսօր է դա, իսկ թթվածի նկատն է ասու հետ եւ վիրավորանքը, շնչուղիները ընդհանրապես վիրավորանքն է։ Հիմա ինչի համար է շատացել դա, որտեղ բոլորը բոլորից նեղանում են։ Ինձ որ ասում են, մի բան ասեմ, ված չլնես չնեղանաս, ես չեմ նեղանում ոչ մեկի, ես զայրանում եմ, չեմ նեղանում։ Ահա որ զայրանում եմ, երբ որ տեսնում եմ մի բան իր տեղը չի։ Ու չեմ կարող չխոսել, որտեղ ինձ տրված է խոսել։ Այդ էլ իմ լուսնային հանգույցից է, ջրհոս, որ ես պետք է բոլորը հետ խոսեմ, իմ համար նշանակություն չունի, հարուստ աղքատա, թե ինչ ազգա, ով է, ես բոլորը հետ խոսեմ ու քանի որ ջրհոսը գիտելիք է, ես իրան գիտելիք տամ։ Կընդունի չընդունի, այդ արդեն իր գործն է։ Հոտերի հետ այսօր կարելի աշխատել, քանի որ ամպերն է խորհրդանիշը, հնում միշտ ամպերով գուշակություններ անել են, այնքան սիրուն է ու ճիշտ է լինում դա, շատ ճիշտ է լինում։ Կամ վերին շնչուղիների վրա աշխատել, որտեղ տեզերական էներգիայի տրանսֆորմացիա է հիմա գնում, ընդհանուր թոքերի վրա է ազդում դա, որ ոչ մի վատ բան, ոչ մտածեք, ոչ խոսեք, ոչ էլ ասեք, ու բառերն էլ ուշադիր եղեք։ Եթե օրվա կանոնները պահպանվում են, ստանում ենք բարերարություն, տեզերքից եկած դրական լիցքեր է մեզ գալիս, այնպես որ անձրև կա, մենակ ոտքերը կթրջվի։ Հենց այդ բարերարությունը դա է տալի, ասենք տեզերքը քեզ միշտ կպահի, որը տալիս է բարերարություն եւ սեր։ Օրը համարվում է ներման օր, այսօրը ծնված մարդիկ լինում են տեզերական էներգիայի փոխանցողներ, հնում գուշակություններ են արել, ասեցի ամպեր հետ, եւ երկինքը պարզ է կամ ամբողջովին ամպերով է ծածկված, նշանակում է աշխարհը զրկված է հարմոնիայից։ Այսօր առավոտ էլ ես տեսա, որ հաճախակի եմ տեսնում պարզ, մի հատ ամպի փոքր կտոր չկա անգամ, այսինքն հարմոնիայից զրկված է, ես էլ ասում եմ, էգրեգրն է, որ մեր Հայաստանի որ աղտոտված է, մեր էգրեգրը, դա մեր մտքերն է, որ կուտակվում է վերև, այդ որ այդքան բումերանգ ենք ասում, բայց ամեն տան մեջ այդ բանը գործում է։ Նշանակում աշխարհը զրկված է հարմոնիայից, լավ է ամպերը տեսնել եւ մելոդիկ երաժշտություն լսել։ Բժշկական տեսանկյունից էլ ուշադրություն դարձրեք բրոնխներին, այրանը ու աշխատեք գտնել գրագետ բժիշկներ։ Այսօրվա քարն էլ ցիտրինն է ու գիացինտ։ Լավ քարեր են երկուսն էլ, այսքանը։ Պարզ է, Տիկին Լուսիա, ես պիտի ասեմ, որ մեր ունկնդիրները ձեզանից միշտ սպասում են խորհուրդների, որտեղ ձեր խորհուրդները շատ ինքնատիպ են եւ ավելին ասեմ, այդ խորհուրդները իսկապես շատ այսպես համահունչ են մեր առօրյա կյանքի։ Դե որ մեծացել են, քյուրնաստատն են, դե խորհուրդներ տա,
ու սիրում եմ, որտեղ շատ եմ հավաքում այս Փորձ ունեք եւ վերջո, կյանքի մեծ փորձ ունեք, ճանապարհ եք անցել։ Բայց դա էլ աշխատանք է, էլի, որ պարապ չեմ նստում հիմարություններն ամ, քրքրում եմ, տեսնում եմ ով ինչ ասեց, հետաքրքիր իմաստուն մարդկանցից իհարկե, այդ ինֆորմացիաները վերցնում եմ, շատ բաներ ինձանից է, շատ բաներ ու այնա մենք հիմա երկվորյակում ենք 21-ին հունիսի 23 նայած ժամանակաշրջանի դուրս կգանք երկվորյակից, անցյալ անգամ մի քիչ կիսատ թողեցի ու ասել է չէ, որ կենթանակերպ մտնեմ, այդ դրանից կներկայացնեմ նոր նշանները, իհարկե, փոխի։ Հիմա մի քիչ կիսատ էի թողել այն ժամանակ, երկվորյակները պետքա խուսափեն անմտածված գործերից ու շատախոսությունից, որ ասես կասեմ, ինչ ասում ես հերքում են։ Շատ չպետք է խոսան, բայց իրանք չար չեն, իրանք հոգին չար չի։ Զայրացնում է երկվորյակներին զայրացնում է դանդաղաշարժությունը։ Երկվորյակը հարկավոր է համակերպվել այդ վիճակին, չէ որ ոչ բոլորն են կարողանում արագ ըմբռնել եւ հասկանալ իրավիճակը, որ միշտ ասել է մեկը կականջը սենց է քորում, մեկը հետևից է քորում։ Մի քիչ դանդաղ են մտածում, դրա համար ասեմ իսկական աստղաբանը պետք է լսի, կարողանա համբերատար լսի։ Խանդը արվեստ է իրանց համար, նախապես սկսում է, դեռ հələ չգիտե ով է, ինչ է, որտեղ է, նախապես արդեն խանդի տեսարանը կա իր մոտ, որտեղ երկու եղբայրն է, չէ, միշտ հակասում է ինքն իրեն։ Դեռ ոչինչ չլինելու ժամանակ արդեն սկսում են նախորդ պատկերներ ստեղծել իր համար։ Նրանք հետաքրքրասեր են, պայքարում են վիճակի համար ու սկսում է ապացույցներ ման գալ, բայց ոչ մի բան չկարողան գտնել։ Որտեւ իրանց լեզուն լավ է, ճարտար են, իրանք սկսում են խոսել ու դիմացինին մաջալ չեն տալի, որ մի քիչ էլ են խոսում։ Շատ անգամ էլ որ լռում ես, իրան թվում է ինքը ճիշտ է, ուղղակի չես ուզում գլուխ դնել։ Ինձ մոտ տեսնում եմ, որ տենց խոսում են, ցեն չեմ անում, գիտե ինքը ճիշտ է։ Ես ուրիշ բաներ եմ մտածում այդ ընթացքում, հետո տեսնում եմ, որ դուք այդ ժամանակ իհարկե ձեր գործով եք զբաղված։ Փոփոխական է լինում, սիրում են միանգամից մի քանի գործ անել, շատախոսեն, չափազանցնում են սիրո մեջ, կարող են չափից ավելի հետաքրքրասեր լինել, որն իրենց խանգարի, ընդհանրապես հիմա ժողովուրդը շատ հետաքրքրասեր է դառել, որ ավելորդ է համարվում, չի կարելի, ինչի ես ուզում իմանաս, որ դա քո պետքը չի։ Եթե ինչ-որ մի բան դու ուզում ես իմանաս, հարց տկում, իմաստը դրա ինչ է, դա քեզ ինչ է տալու։ Ինչ է տալու, որ իմացար ինչ-որ մի բանը էսպես է։ Խորամանկ են, գլխով են մտածում, բայց ոչ նեգատիվ, չար չեն իրենք։ Խորամանկությունը տալիս է հնարավորություն տվյալ պահին լինել այնտեղ, որտեղ հարկավոր է։ Տեսի, դա ամենքին չի ստացվի դա։ Եվ ասել անհրաժեշտ բաներ կողմնորոշվելու համար մտածող են, անալիտիկ են։ Ես էլ երկվորյակի մասին, հիմա թող բոլորը իրանց տան մեջ անցյալ անգամ որ ասեցի ինչպիսին են, մի հակիր չի ասել, մի քանի հոգի գրեցին։ Իմ թորները, իմ տղան երկվորյակ են շատ բարի են, բայց ես երբեք ասել չարն են, վատն են, ասում եմ այսպեսին են, հետո տարբեր են մարդիկ, բոլորը նույնը չեն։ Սա կորիզն եմ ես ասում, հիմնական ինքը եթե իրոք բնական երկվորյակա իրենց է վերաբերվում։ Հա, ես հիմա ինչեր է սպասում, դա կուզեին ասել, հոգևորականները խնդիրներ շատ է բարձրանալու, իրար մեջ պառակտում կգնա, արդեն սկսվել է դա, դատավորները սուտ տեղեկություններ, սուտ ծածկադմփոց են անելու։ Ինչպես միշտ։ Հա, իրանց մոտ էլ հիմա խնդիրներ առաջանում է, շատ դատավորներ դուրս կգան ու խայտառակ ձևով դուրս կգան, վերջապես դատաիրավական համակարգը կսկսի շարժվել, պատիժներ ունեն իրենք, նաև իրենց ընտանիքներին է դա վերաբերվում, երկրի գլխավորների չի բացառվում մահապատիժ, վայ ներողություն մահապատիժ եմ ասում, մահափորձ։ Նորան Լուսինը երբ արդեն Սատուրնը արդեն խոյում, արդեն եղավ խոյում ոսկորների գլուխ, ատան, սկուշ մնան չընկնեն ու աշխատեք գոնե ես մի քանի ամիս ատամները հարկավոր չի հանել,
հեռացնել հիմա հարկավոր չէ։ Ատամները դotեղ խնդիրներ կտա, ինֆեկցիաներ կտա։ Շատ մեծ կարմիկական ծրագիր է հիմա սկսվել, այս կվերաբերվի հատկապես Գյումրիին, որտեղ Գյումրիի ընտրություն ախր ասել է, չեն լսում, ոչ մեկ չի լսում։ Բոլորը գինթե աստղաբանությունը մի հատ sense գուշակ է, ինչ որ վերակացե, Աստծո դեմ զազրելի է ձեր արածը։ Այդ մոլագարներն են ասում, մոլագարները շատ վտանգավոր են։ Ես շատ եմ եկեղեցում, քանի որ 15 տարի անդադ եկեղեցի եմ եղել, միշտ պատարակների մասնակցել եմ։ Այս վերջերս չէ, այս մի 2-3 տարին։ Ես այնտեղ մոլագարներ շատ կան, այդ հավատացյալներն են, էլի, ֆանատներն են, ոչ մեկ չի ժպտում։ Ու իրանք այնքան չարություն իրանց մեջ կա, այնքան չարություն։ Անցյալ անգամ եկեղեցում էին Գրիգոր Լուսավորիչ։ Այդքան չեմ կարող, այդ եկեղեցին իմ համար տակ չի այդտեղ, այդ եկեղեցին։ Ոնց որ չգիտեմ ինչ լինի դե։ Հարսանյան ծրա։ Դե ճանաչում է շատերը, մոտեցավ ցավակցեց, շատ չարս, չոր, տղատ մեղք էր, բայց քեզ տեղն էր, որտեղ դու ինչ ես այդպես բաներ անում։ Ինքը մոլագար էր, միջև էր տերտերի ձեռն էր պատճում, ես տեսնում եմ։ Ինքը հավատացյալ կին է։ Ես էլ բախտնավոր եմ ու իր ասելով էլ Աստված ինձ պատժեց, հա դրա համար։ Տգետ մարդիկ շատ կան։ Շատ կան, որտեղ գրում են էլ։ Շատ են ուրախացել են, որ ես այդ ցավը ստացել եմ։ Այ բումերանգը որ ասում են, ձեր վրա է ֆռալու։ Ես հաստատ գիտեմ, որ դա տենց է։ Իհարկե։ Այ հիմա դա սկսեց։ Հիմա որ բերանը բացել է լկտի ձևով, չար ձևով, փոխանցում է իր վրա, միջև հաջորդ խաբարումը, դա սեպտեմբերն է։ Ինքնասպանությունների շրջանա, վթարները շատ կլինի, շատ փողային խաբեություններ կլինի, զգուշ տեղեք, պարտք մի տվեք, պարտք մի վերցրեք, այս ինտերնետի մեջ էլ շատ բաներ բանկերից կգրվեն, բայց դրանք սխալած ճշտեք մի քանի անգամ, որտեղ ահավոր խաբեություն կա, ու փողի պատճառով սպանություններ կլինեն, տուրիզմում էլ խաբեություն է լինելու, ես ամենտեղ չեմ մտնում, չեմ կարող բացատրեմ ով ինչպես է խաբելու վարորդը կխաբի, տոմսավաճառը կխաբի, թե չգիտեմ, ուղղակի կարող է, բայց որ տուրիզմն էլ խաբեություն լինելու, կարող է հյուրանոցի համարը ուրիշ գնի վերցնեն, գնան տեսնեն տառականություն, այդ այլ է խաբեություն, դրա համար ուշադիր եղեք։ Դատաիրավական համակարգում խայտառակություններ ա լինելու, բարձրահայտվելու են դրանք, բարձր դիրքերում գտնվողներին ասեցի մահափորձ, այս աշխարհով մեկ է, դատավորների կեղծիքներ, այդ տածկատնփոցին, իրար հոշոտել, իրենք էլ։ Իրար հանդեպ խարդավանքներ, հոգևոր դաշտում նույնպես ասեցի, երեխաներին ուշադիր եղեք, մութ կեղծիքներ շատ կլինի, այդ հոգևոր դաշտում կեղծիքները կբացվեն, բացի թողմի, երեխաներին բացի թողմի արեք, ուշադիր եղեք, հատկապես մինչև 14 տարեկան։ Պարտքեր չարվի, վաշխառուների պատիժ վերջապես, չնայած այդ օրենքը հանեցին, բայց դրանք համարվում են խարդախներ։ Ինչքան հիշում եմ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի ժամանակ օրենքը հանվեց, որտեղ իրատեղ բոլորը վաշխառու են։ Ազգային ժողովում նստած են վերևամբյոններից վաշխառուներ են, բոլորին մեկ առ մեկ գիտեմ։ Որտեղ մենք էլ իրանց քաշված ենք։ Հետաքրքիր բան է, այդ մեր վաշխառուի Արտյոմի Հովհաննիսյանի վրա քրեական գործ է հարուցվել Արտուր Դավթյան։ Ու տենց մնացել է, ոչինչ չի արվել։ Այս մեր սրիկան որ կա, որ մեր տանը չգիտեմ որտեղից է հայտնվել Արմեն Մաթևոսյանն իր կնոջ հետ, էլի 10 վրան քրեական գործ կա, էլի ոչինչ չի արվում։ Այսինքն դատաիրավական համակարգը այնուամենայնիվ Բայց հիմա սկսվում է արդեն։ Հիմա նոր, հա, հիմա Սատուրնը հենց մտավ խոյ համաստեղություն, հերթով հիմա կսկսվի։ Ես հիմա հանգիստ նստել եմ սպասեմ։ Բայց գործողությունն արվում է, ես հիմա ոչինչ չեմ անում, ոչինչ չեմ խոսում, բայց ես գիտեմ, որ հերթով կսկսվի արդեն։ Ու շատ-շատերին Հայաստանում հիմա ովքեր դիվադադար եղել են, ում ձեռքից վերցրել են տները ու իրանք դիզել են, տրզել են, չգիտեմ ինչեր են արել, այդ փողատերերի մոտ հիմա հարվածները սկսվում արդեն, հերթով։
Հետո սխալների պատիժներն առնասի բռնավորներ շատ կլինեն։ Իրավական դաշտում գաղտնիքների կեղծիքը շատ է։ Այսքան։ Եղավ տիկին ուշա, դե հուսանք որ այնուամենայնիվ արդարությունը նորից գլուխ կբարձրացնի եւ այդ դանդաղ, բայց կբարձրացնի գլուխ եւ հատկապես հանցավոր այդ մարդիկ, ովքեր աղջու առաջ, մարդկության առաջ հանցագործություն են կատարել, կպատժվեն։ Մի բան ասեմ, վերջացնենք։ Ես չեմ սիրում այդքան, որ սիրո անուն ընդհանուր սեր, որտեվ սերն էց մի հզոր բան է, այդ անունը, սերը, բառը։ Ու ամեն անգամ ասում եմ, այդքան հեշտ մի ասա, ես քեզ սիրում եմ, այս սիրում եմ։ Սիրողը չի դավաճանում, սիրողը ցավ չի տալի, սիրողը չի խաբում, որտեվ Աստված ինքը սերը, ոնց որ ասում եմ, ամեն անգամ պատե Աստծո անուն մի տվեք, չի կարելի, նաև այդ սերն է։ Ինքը սիրելով, Տերը սիրելով ստեղծել է աշխարհը, ու մենք իր տունը ապականում ենք։ Դրա համար վերևից հարվածները տալիս է։ Բարի։ Եղավ տիկին լույսը, ես ձեզ առողջություն եմ մաղթում եւ միշտ գալուց առաջ անպայման հանդիպեք Արտուրին, որպեսզի հարդպես հարդարված գաք մեր տաղավար։ Շեր բարեկամներ, Աստղաբար հոգեբան Լուսի Հակոբյանն էր հերթական իր կիրակին անցկացնում մեզ հետ եւ կարծում եմ շատ հետաքրքիր էր նրան միշտ հյուրընկալելը Փակ TV տաղավարում։ Այսօր այսքանը, ցտեսություն։